Ծովահայերի թեման այսօր 1000 տարվա նավարկություն Սևանում։ Ողջույն։ Ծովահայերն է եթերում։ Ես Աննա Մարտիկյանն եմ։ Հյուրընկալել ենք Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ավետիս Գրիգորյանին։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Ուրախ եմ Ծովահայերի տաղավարում ձեզ հյուրընկալելու։ Պարոն Գրիգորյան, ինչու ձեզ հետաքրքրեց 1000 տարվա նավարկությունը Սևանում։ Այս հարցին մի քիչ ավելի ուշ կանդրադառնանք, նախ ծանոթանանք ռեպորտաժին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով այս պահին ավելի քան 3 միլիոն խորտակված նավ կա ծովերի ու օվկիանոսների հատակին, բայց այդ տվյալներն իհարկե փոփոխության են ենթարկվում։ Ժամանակ առ ժամանակ գիտնականներին հաջողվում է բացահայտել նոր նավաբեկություններ։ Հատակից հանվում են բազմաթիվ հնագույն առարկաներ, որոնք տեղ են գտնում աշխարհի ամենամեծ թանգարաններում։ Սևանն իհարկե չի մրցակցի խորտակված նավերի գերեզման հանդիսացող ծովերի ու լճերի հետ, բայց մեր լճում էլ կհանդիպենք հնագիտական կարևոր նշանակության նավակների ու նավագնացության մասին վկայությունների, որոնք ուշագրավ տեղեկություններ կբացահայտեն անցած դարերի մասին։ Սուզորդ Վահե Մելքոնյանը լճի հատակին հաճախ է հանդիպում խարիսխների ու դուրս բերում։ 2013-ին էլ փայտե նավակ է գտել։ Կարծում է նման է միջնադարյան նավակներին, քանի որ գամերը դարբնի գործ են եւ նման նավակներ չեն հանդիպում մեր օրերում։ Միամիտ հանդիպեցի նավակը, մոտ 15.5-16 մետր խորության վրա էր, ինքը փայտաշեն նավ էր, ուներ մոտավորապես 10 մետր երկարություն, 2 մետրի չափ լայնություն, հետը կար նաև ոսկորներ, մարդու ոսկորներ էին, մնացորդներ, ու մեկ էլ կային նավի կողքի մասերը կային իշխանձկան փշերը, այդ ծնոտի հատվածները, ատամները, այսպես ասած, իշխանձկների շատ կար։ Են տեսակի, թե չվերացած տեսակի։ Չվերացած, հավանաբար մեր Սևանի հիմիկվա իշխանի, բայց ավելի մեծ չափերի հասնող, բավական մեծ էին ծնոտի ոսկորները, ու կար կալցիացված ցանցի կտոր, որը շատ մեծ էր իր չափերով։ Սևանում նման ինչ-որ պատմություններ չի պահպանվել, որ ինչ-որ մեկը գնացել է ձգի ու չի վերադարձել, անհետացել է իր նավակով։ Այս ցավոք չկարեցանք գտնել այդ պատմությունը, որը կարար ունենար այդպիսի ինչ-որ տվյալներ, մեզ ինչ-որ հուշող նյութեր լինեին։ Թե որ դարին է պատկանում նավակը եւ ինչ կարող է պատմել հնամյա կենցաղի, նավարկության ու Սևանի ձկնորսության մասին պատասխանները գտել են Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում։ Այժմ վերադարձանք տաղավար եւ պարոն Գրիգորյան, կուզենայի սկսել 1000 տարվա նավարկությունից, թե ինչու ձեզ հետաքրքրեց Սևանի նավարկությունն ու նավարկությանը վերաբերող բոլոր վկայությունները, բայց սկսենք Վահեի նավակից, այդպես է մնացել մեր խոսակցականի, ծանոթների խոսակցականի մեջ Վահեի նավակ։ Շատ լավ, ուրեմն 2020 թվականին Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Arm-Diving սուզորդական ակումբի համագործակցության արդյունքում հնարավոր եղավ Վահեենց հայտնաբերած նավը ուսումնասիրել, իրենք մեր համար այնտեղից բարձրացրեցին ոսկորներ, մարդկային ոսկորներ, քանի որ նավակի մոտ պահպանվել էին դրանք։ Հնագիտության ազգագրության ինստիտուտը այդ ոսկորները ուղարկեց Գերմանիա անալիզի եւ անալիզի արդյունքում պարզվեց, որ դրանք մոտավորապես 17-18-րդ դարում ապրած մարդու ոսկորներ են եւ այստեղից սկսվեց։ Նավակի ոչ թե մեխեր, այլ գամեր էին, դարբնի սարկած գամեր նավակին։ Այո, այդ գամեր էին եւ նաեւ փայտի որոշակի հատվածներ պահպանվել նավակի եւ ընդհանրապես Սևանի նավակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գոնե վերջին մոտ 1000 տարում նավակների հիմնական ձևը չի փոխվել Սևանալճում եւ մինչեւ 20-րդ դար նույնատիպ նավակներ են լողացել Սևանալճում։ Վերջին 1000 տարվա ընթացքում սկսած Աշոտ Երկաթի ծովամարտերից։ Այո։
Ուսումնասիրությունները էլ ինչ են պարզել այդ նավակի վերաբերյալ, ուղղակի ձկնորսական նավակ է եղել, թե ուղղակի ժամանակաշրջանն են հիմնականում բացահայտել։ Այդ նավակի վերաբերյալ ավելի խորը ուսումնասիրություններ դեռ չեն արվել, միայն ժամանակն է հնարավոր եղել պարզել, ասացի 17-18-րդ դարերը, հավանաբար եղել է թիանավակ եւ գուցե ձկնորսական կամ այլ նպատակով է օգտագործվել։ Նախքան մեր զրույցի բուն թեմային անցնելը դա բավականին մեծ հաճույք է ունենալ նման սարքավորումներ, որ Հայաստանում կարողանանք բնորոշումը տալ եւ ոչ թե ուղարկել Գերմանիա։ Այո, դրանք թանկարժեք սարքավորումներ են եւ ընդունված է վերջին տասնամյակներում, որ Հայաստանից բոլոր այդպիսի նմուշներ ուղարկվում են Եվրոպա, Ամերիկա, տարբեր երկրներ, այնտեղից որպեսզի պատասխանները ստանանք ռադիոկարբոնային անալիզների։ Այսինքն մեր երկիրը դեռ չի կարող իրեն թույլ տալ ունենալ մի սարքավորում ռադիոկարբոնային անալիզներ կատարելու։ Առայժմ փաստորեն ոչ։ Բարի, այժմ անցնենք մեր բուն թեմային։ Ինչու ձեզ հետաքրքրեց 1000 տարվա նավարկությունը Սևանի ավազանում։ Ընդհանրապես Սևանի հին նավարկությունը, նավերի պատմությունը մեզ հետաքրքրելու առիթը հիմնականում Զոդ օպերացիա գիրքն էր։ Գիտեք, այդ գրքում մենք մի առանձին գլուխ նվիրել ենք Սևանի նավագնացությանը եւ հատկապես նավատորմի ստեղծման պատմությունը եւ մեր համար եւս հետաքրքիր էր, որ այդ ուսումնասիրության փուլում պարզեցինք, որ 1919 թվականին Սևանալճում ստեղծվել է ռազմական նավատորմ, որը պարզվեց, որ էական նշանակություն է ունեցել 1918-20 թվականների իրադարձություններին Սևանալճի շուրջ կատարված եւ սա էր առաջին առիթը եւ այսպես մենք մոտ 2 տարի առաջ սկսեցինք այս թեմայի ուսումնասիրությունը եւ հիմա արդեն այս ուսումնասիրությունները շարունակվում են գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող ջրային պաշարների կառավարումը հայկական լեռնաշխարհում ծրագրի շրջանակներում եւ նաեւ ասեմ, որ այս թեմայով ես մի նախնական զեկուցում ունեցա վերջերս Վրաստանում, որտեղ էլի ներկայացեցի Սևանալճի միջնադարյան նավագնացության պատմությունը։ Միջնադարյան նավագնացության, երբ ասում ենք միջնադարյան նավագնացություն, մի քիչ ավելի լայն հասկացողություն է գալիս։ Միջնադարը, ձեր ուսումնասիրած միջնադարը 10-րդ դարից է սկսվում։ Այո, ես քանի որ իմ ուսումնասիրության հիմնական ոլորտը միջնադարն է, ես այդտեղից այսպես սկսեցի, բայց ընդհանուր առմամբ պարզվում է, որ Սևանալճում նավագնացություն կամ նավակներ օգտագործվել են դեռ սկսած ուշ բրոնզի դարից, Սևանալճի տարբեր ափերին գտնվող հնավայրերից հայտնաբերվել են բազմաթիվ այդպիսի մնացորդներ, դամբարանային նյութեր, նավակների մակետներ կամ ամբողջական նավակներ, որ խորտակված են եղել Սևանի հատակին, որոնք ցույց են տալիս, որ առնվազն ուշ բրոնզի դարից այստեղ նավակներ են օգտագործվել, բայց հիմնական ակտիվ փուլը սկսվել է, առաջին փուլը կարծես թե սկսվել է Արտաշեսի ժամանակներից, այսինքն անտիկ ժամանակաշրջան, Քրիստոսից առաջ 2-րդ դար, եւ միջնադարում արդեն այս նավագնացությունը ավելի մանրամասն դրա վերաբերյալ մենք տեղեկություններ ունենք ու հատկապես հենց Աշոտ Երկաթի ժամանակներից սկսած, այսինքն 9-10 հետագա դարերում ավելի ակտիվացել է նավագնացությունը Սևանալճում։ Աշոտ Երկաթի ժամանակից երբ խոսեցինք, ծովամարտի մասին է միշտ հիշատակվում, բայց ծովամարտը եղել է այն հատվածում, որտեղ հիմի արդեն ցամաք է։ Կարծես։ Եվ այդտեղ շատ անգամ մտածել եմ միգուցե հնարավոր լիներ ինչ-որ նավակ գտնել կամ նետ ու աղեղ գտնել կամ նման զենք միջնադարյան, զինատեսակ որևէ, բայց այդ տարածքում արդեն իսկ հողային է եւ ցամաքային տարածք է, հաստատ չեն կարողանա ջրի տակից։ Ջուրը ինչ-որ չափով նաեւ ջրի շերտը պահպանում է։ Այո, մարդկանց աչքից հեռու է պահում հնագիտական արտեֆակտները, բայց այդ տարածքը գիտենք հիմա ակտիվ կառուցապատված է եւ այդտեղ հիմա հնարավոր չէ կամ շատ դժվար է ուսումնասիրություններ կատարել, բայց գուցե եթե տարիներ առաջ երբ որ նոր էր ցամաքել այդ հատվածը հնարավոր լիներ, իսկ ընդհանրապես եթե խոսենք Սևանալճի վերաբերյալ սկզբնաղբյուրներից, գրավոր սկզբնաղբյուրներից, մենք նշեցինք այդ Աշոտ Երկաթի հետ կապված պատմությունը, որ պահպանվել է Դրասխանակերտում, իսկ ընդհանրապես առաջին կարծես թե գրավոր սկզբնաղբյուրը, որ վկայում է, որ Սևանալճում գուցե եղել է նավագնացություն, դա Մովսես Խորենացու աշխատությանն է վերաբերում։ Խորենացին իր աշխատության մեջ նշում է, որ Արտաշես առաջին թագավորը նավագնացություն է ստեղծում Հայաստանի մեծ լճերում եւ իհարկե որևէ լճի անուն չի տալիս, բայց ակնհայտ է, որ դա պետք է նաեւ առաջին հերթին գուցե հենց վերաբերել Սևանալճին, որովհետեւ Սևանալճը գիտենք մայրաքաղաքին մոտ գտնվող ամենամեծ լիճն էր, նաեւ Սևանալճի ավազանից հայտնաբերվել են բազմաթիվ արտաշեսյան սահմանակարեր եւ սրանք ցույց են տալիս, որ Արտաշեսը իր բարեփոխումները ամբողջությամբ մեծ ծավալներով իրականացրել է Սևանալճի ավազանում եւ ակնհայտ է, որ հենց այդ նավագնացությունը ստեղծվել է նաեւ Սևանալճում, այնտեղ խոսում էինք նաեւ, որ ձկնորսությունն է զարգացնում եւ այլն,
այսինքն առաջին այսպես լուրջ պետական քայլը, որ կատարվել է Սևանա լճում ձկնորսություն եւ նավագնացությունը համակարգելու, զարգացնելու ուղղությամբ, դա արել է Արտաշես առաջինը Քրիստոսից առաջ 2-րդ դարում։ Սակայն ոչ մի բան բացի Մովսես Խորենացու հիշատակումից չի պահպանվել։ Իրեղեն ապացույց, կոպիտ ասած։ Այդպես իրեղեն ապացույցները արդեն պետք է վերադառնանք հնագիտական սկզբնաղբյուրներին, ասացինք, որ տարբեր դամբարաններից հայտնաբերվել են նավակների նմանվող առարկաներ, որոնք գուցե նավակների մակետներ են եղել, մանրակերտեր, հայտնաբերվել են նաև խորտակված նավեր, նավերի մնացորդներ, հատկապես Լճաշենում, Կարճախբյուրի հատվածում, Վարդենիկի հատվածում, այսպես կան տարբեր բաներ, օրինակ Լճաշենում հայտնաբերված այդ նավակը, որը ունեցել է մոտ 4 մետր երկարություն եւ կես մետր լայնություն, դա օրինակ հիմա պահվում է պատմության թանգարանում, նավակը կաշեպատ է եղել եւ այդ նկարագրությունը գուցե նաեւ նման է այդ Միջագետք Հայաստան առևտրական այդ նկարագրություններին, որ հաղորդում են հույն պատմիչները։ Սևանի նավագնացության մասին շատ քիչ է խոսվում։ Ինչ ունեք պեղած, գտած, որ դեռ չգիտի հանրությունը։ Դժվար է ասել, որտեղ նախ պեղումները փոքր ծավալներով են կատարվում, բացի այդ դրանք շարունակվում են ընթացքի մեջ են, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ օրինակ նավագնացության զարգացումը միջնադարում մեծապես կապված է եղել ափամերձ ամրոցների եւ մենաստանների հետ։ Օրինակ Սևանա լճի ափամերձ գոտում գտնվում են մոտ 1 տասնյակ վանքեր ու մենաստաններ, որոնք կարևոր են եղել այս նավագնացության ուսումնասիրման առումով։ Հայրավանքի տարածքի մասին է խոսքը։ Խոսքը Սևանա վանքի մասին է, Գանձավանքի, Հայրավանքի, Ադամենաստանի, Մաքենյաց վանքի, Կոթավանքի եւ այսպես էլի մի շարք վանքեր, որոնք անմիջապես ափին են եղել Սևանի կամ ափից ոչ շատ հեռու եւ նրանք ուղղակիորեն նաեւ իրենք են զարգացել նավագնացությունը, օրինակ նավագնացությունը ենթադրվում է, որ շատ մեծ նշանակություն է ունեցել հատկապես Սևանա վանքի համար, որովհետեւ վանքը կղզու վրա էր եւ հաղորդակցությունը միայն նավակների միջոցով էր հնարավոր, կարեւոր է եղել նաեւ Ադամենաստանի համար, Ադամենաստանը գտնվում է Արտանիշ թերակղզում, սրա մասին շատ քիչ պատմական տեղեկություններ կան, բայց օրինակ Սիմեոն Երևանցին հաղորդում է, որ այս վանքին Մենաստանին կարելի էր մոտենալ միայն նավակով, ճիշտ է ինքը թերակղզու վրա է, բայց հաղորդակցության ուղիները շատ անհարմար էին եւ այնպես որ այս երկու Մենաստանները, Սևանավանքն ու Ադամենաստանը մեծապես կապված են եղել նավագնացության հետ եւ իրենց ամբողջ հաղորդակցությունը եղել է նավակների միջոցով։ Մի հետաքրքիր պատմություն կար Սիմեոն Երևանցու հետ կապված, կարծեմ Գյումրշանեցին էր թողել այդ հիշատակումը, որ երբ Սիմեոն Երևանցին գնում է Սևանի կղզու վանքը, որտեղ կար նաև մատենադարան, այնտեղ վանականներից մեկը լավ չի պահպանած լինում ձեռագրերը եւ այն սնդուկի մեջ լցնելով նետում է ջուրը։ Ճիշտն ասած, ես փորձել եմ մի քանի անգամ գտնել այդ սնդուկը, բայց դեռ չի հաջողվել։ Կան նման հիշատակումներ կամ ինչ որ էլի նման հիշատակումներ սնդուկով ջուր նետած գրքերի կամ ճիշտն ասած, ինձ չի հանդիպել այդպիսի հիշատակումներ, բայց այդ դեպքը այլ մարդիկ, այլ հետազոտողներ եւս նկարագրում են, ու հավանաբար չի պահպանվել այդ ձեռագրերը, որովհետեւ թուղթ կամ մագաղաթ են եղել եւ մոտ 100 տարի ջրի մեջ մնալու արդյունքում չէին կարող հասնել մեր օրեր, բայց գուցե ինչ-որ բաներ մի օր գտնվեն։ Դե ես մտածում եի գուցե եւ սնդուկը գտնեմ։ Ես տեղյակ չեմ, սնդուկը կարծես թե չի գտնվել դեռ։ Սնդուկը չի գտնվել, բայց ձեր կողմից դեռ ուսումնասիրությունները շարունակվում են։ Այո։ Առաջիկա առնվազն 5 տարիներին այդ ջրի թեմայի շրջանակում մենք շարունակելու ենք ուսումնասիրել Սևանա լիճը, Ավազանը, նավագնացության պատմությունը եւ այլն։ Նավագնացության պատմությունը ինչով է առանձնանում Սևանի նավագնացության պատմությունը։ Կան ինչ-որ շեշտադրումներ, որ տարբերվում է այլ լճերի կամ այլ երկրների նավագնացություններից։ Գուցե զուտ նրանով է տարբերվում, որ ընդհանուր մեր հայոց պատմության ֆոնին այդպիսի ջրային պատմությունները քիչ են, քանի որ մենք ցամաքային երկիր ենք եւ կարծես ինչ-որ որոշակի հետաքրքրություն կա Վանա լճի նավագնացությունը ուսումնասիրելու, Սևանա լճի նավագնացությունը ուսումնասիրելու, որոշակի առանձնահատկություն ունի, բայց ինքը ընդհանուր առմամբ անկախտելի մասն է կազմում Սևանա լճի, Ավազանի պատմության եւ այս ֆոնի մեջ պետք է ուսումնասիրել նավագնացությունը։ 5 տարի դեռ կա ձեր ծրագրի շրջանակներում, կա նաև գտնել նավակները։
Գուցե հնարավոր լինի գտնել նավակները այդ նույն համագործակցության մասին, որ խոսեցի սուզորդների հետ, եթե դա շարունակվի կամ նմանատիպ այլ ծրագրեր լինեն, հնարավոր կլինի գտնել, բայց նավակների հետ կապված ասեմ, որ բավական շատ գտածոներ կան Սևանի ավազանից, որոնք էլի ուղղակիորեն կապված են նավագնացության հետ, օրինակ Սևանի տարբեր ափերից շորժա, արտանի, նորատուզ, ծովակ, կարճախբյուր այդ հատվածներից գտնվել են բազմաթիվ նավակի խարիսխներ։ Դրանք մոտ 3-4 կիլոգրամանոց փոքրիկ քարեր են, որոնք անցք ունեն իրենց վրա, որոնք եղել են հանդիսացել են փոքրիկ նավերի խարիսխներ եւ սրանք հետաքրքիր ու կարեւոր գտածոներ են, որpիսի նաեւ մենք փորձենք իդենտիֆիկացնել, թե որտեղ են եղել հիմնական այդ նավամատույցները կամ նավակայանները Սևանի ավազանում։ Տեսեք, քարից խարիսխները, հա, միջնադարում է կիրառվել, բայց քանի որ մեր մոտ մի քիչ ավելի երկար է տևել միջնադարը, կարծես վերջին շրջանում են էլի քարից այդ խարիսխները որպես խարիսխ, քարերը որպես խարիսխ օգտագործել, եւ այստեղ շփոթության մեջ են գցում ուսումնասիրողներին։ Ժամանակային առումով շփոթության մեջ կարող է դնեն ուսումնասիրողներին, քանի որ իրենք պապից պապ փոխանցվել է միգուցե այդ մակույկը արդեն իսկ վերացել է, բայց խարիսխը փոխանցվել է, նոր նավակ են պատրաստել եւ դրել։ Այո, այս խարիսխները եւս երկար հազարամյակներով նույնիսկ օգտագործվել են եւ հիմա մի քիչ ավելի դժվար է ասել, դրանք գուցե ավելի վաղ ժամանակների են, բայց օգտագործվել են նաեւ միջնադարում կամ գուցե ուշ միջնադարյան են, այսինքն, բայց որպես գտածոներ սրանք հետաքրքիր են ցույց տալու համար, որ նավակները հիմնական փոքր են եղել, դա դրա մասին է խոսում, նաեւ այդ լճում նավագնացության երկար պատմության մասին է խոսում եւ սրանք եւս պետք է ուսումնասիրեն։ Ասեմ նաեւ, որ նավագնացության ուսումնասիրությունը Սևանալճում մեծ կապ ունի նաև ձկնորսության պատմության ուսումնասիրության հետ եւ օրինակ Սևանալճի ափամերձ հատվածում Կարճախբյուր գյուղի պեղումների ժամանակ դեռևս 80-ական թվականներին բնակավայրում հայտնաբերվել են տների պեղումների ժամանակ բազմաթիվ ձկան ոսկորների մնացորդներ, որը ցույց է տալիս, որ շատ մեծ տեղ է գրավել սննդակարգում ձուկը եւ ընդհանրապես Կարճախբյուր ուսումնասիրած հնագետները ենթադրում են, որ սա ձկնամթերքի արտադրության մեջ մասնագիտացված բնակավայր է եղել, որը արքունիքին ձուկ է մատակարարվել։ Կարճախբյուրում գտնվել են նաև բազմաթիվ այդպես երկար ասեղներ, մետաղյա, որոնք մինչև 20-րդ դար այդ տիպի ասեղները օգտագործում էին ուրկաններ, ցանցեր հյուսելու համար։ Նաև Սևանի ավազանի տարբեր հնավայրից, օրինակ Սոտքից, բազմաթիվ Կարճախբյուրից օրինակներ գտնվել են փոքրիկ կախիկներ, ծանրոց կախիկներ, որոնք եղել են քարից, չեչաքարից կամ եղել են օրինակ խեցեղենից, դրանք հիմնականում օգտագործումից դուրս եկած կոտրված ամանների բեկորներից են պատրաստել եւ սրանք եւս օգտագործվել են այդ ցանցերի համար որպես կախիկներ ծանրության համար։ Այսինքն ձկնորսության պատմության ուսումնասիրությունը մեզ եւս կարող է բազմաթիվ տեղեկություններ տալ նավագնացության պատմության մասին։ Բավականին քիչ, այսինքն ինձ հանդիպած տեղեկություններն են քիչ, աղբյուրներն են քիչ, հիմնականում Աշոտ Երկաթի նավարկություններ, հետո գալիս է արդեն 20-րդ դար առաջին ռազմածովային նավատորմիղ, ինչը որի ընթացքում մի քանի անուններ են մնացել եւ դրանից հետո արդեն Սևանի նավագնացություն, իդեմս Երվանդ Գասպարյանի, ով կազմակերպել է Սևանի նավագնացությունը, այս անգամ արդեն ոչ ռազմական ուղղությամբ եւ դրանից հետո շարունակվել։ Այսպեսի մի հետաքրքիր բան մեր նախնական զրույցներից մեկի ժամանակ, երբ Ամատունի Վերաբյանի հետ զրուցում ենք, նա նշեց, որ նավերը, երբ դուրս էին գալիս շարքից, դա տանում եւ խորտակում են Սևանում։ Նման մի խորտակված նավ երկաթյա կոնստրուկցիաներով ես հանդիպել եմ շորժայի ենթակա նկարիչների միություն այդ հատվածում եմ հանդիպել եւ ամենայն հավանականությամբ, քանի որ պատմաբաններ կամ հնագետներ չէին իջել ջրի տակ այդ տարածքը ուսումնասիրելու, ամենայն հավանականությամբ ասում են, որ դա Լուկաշինն է։ Լուկաշին կոչվող նավն է եղել։ Հետաքրքիր տեղեկություն է, երևի մի օր դա էլ կուսումնասիրվի, եթե պահպանվում է Սևանի։ Ես փորձում եի գտնել Աշոտ Երկաթ նավը, ճիշտն ասած, թե որտեղ կարող է սուզված խորտակած լինեն Աշոտ Երկաթ նավը, մեր ռազմածովային նավատորմիղի առաջին եւ վերջին միակ նավն էր, որը միակ ամենամեծ նավը, հետո արդեն
փոքր նավակներ կան։ Սա եւս հետաքրքիր թեմա է, ընդհանրապես նոր ժամանակների Սևանի նավագնացության պատմությունը։ Ասեմ, որ առաջին փորձերը նավագնացություն ստեղծելու նոր ժամանակներում կատարվել են 19-րդ դարի կեսերին։ Օրինակ առաջին փորձերից մեկը կատարել է Բարսեղ Արծրունին, ով եղել է հայտնի հասարակական գործիչ Գավառում, Նոր Բայազետում այն ժամանակվա։ Ինքը մի առագաստանավ է բերում Սևանալիճ, որը փորձում էր օգտագործել որպես բեռնափոխադրող նավակ, բայց այդքան էլ երկար կյանք չի ունենում։ Իսկ ընդհանրապես հետագա տարիներին եղել են բազմաթիվ փորձեր ցարական իշխանության շրջանում նավագնացություն կազմակերպելու բեռնափոխադրումներ, նաև մարդկանց տեղափոխելու համար բազմաթիվ ցարական պաշտոնյաներ, հասարակական հայտնի գործիչներ, հայ եւ ռուս առևտրականներ, Երևանից, Գավառից տարբեր մարդիկ փորձել են ներդրումներ անել, սակայն պետության աջակցությամբ եւ ստեղծել նավագնացություն, սակայն այդպես էլ լուրջ հաջողության չեն հասել եւ մոտենալով ձեր ասած թեմային, այդ ամեն ինչը առաջին անգամ հաջողեց առաջին հանրապետության տարիներին, երբ որ 1919 թվականին ստեղծվեց Սևանի ռազմական նավատորմը եւ Անդրանիկ նավը դա Աշոտ երկաթ ռազմանավն էր, որը ասում են որ կառուցվել է հենց Սևանալճի ափին եւ շատ կարեւոր խնդիր էր լուծում այդ ռազմանավը։ Ես այդպես էլ չկարողացա գտնել այդ նավաշինարարը, այնտեղ հիշատակվում է, որ Ելենովկա այժմ միան Սևան քաղաքում այն ժամանակ Ելենովկա էր, Ելենովկայի դարբնոցներից մեկը դարձնում են նավաշինարան եւ փորձում են նավեր կառուցել, բայց այդպես էլ չգտա, ջուրը հետ էր գնացել, դա պետք է ցամաքային մասերում փնտրել։ Իմ փնտրտուքները արդյունք չտվեցին, հուսամ, որ ձեր ուսումնասիրությունները կամ միգուցե համատեղ ուսումնասիրությունները թույլ կտան գտնելու այդ նավաշինարան դարձած դարբնոցը։ Ուղղակի Սևանի ափերը այնքան ակտիվ են կառուցապատվել այս վերջի տասնամյակներում, որ հիմա մի քիչ դժվար է այդ հետքերի վրա դուրս գալը։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ հարգելի ռադիոլսող եւ հետևորդ Սևանի 1000 տարվա ծովագնացություններ ծովահայերի թեման մեր հյուրն էր հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ավետիս Գրիգորյանը։